Ժողովրդավարական ուժերի հարթակի նախաձեռնությամբ արդեն երկրորդ անգամ Երևանում նշվում է Եվրոպայի օրը։ Մայիսի 9-ը որպես Եվրոպայի օր սկիզբ է առել 75 տարի առաջ, երբ Ռոբերտ Շումանը արտասանել էր հայտնի ճառը։ Այն հետագայում դարձել է Շումանի հռչակագիրը եւ սկիզբ դրել Եվրոպական ածխի ու պողպատի համայնքին, որի հիմքի վրա էլ կառուցվել է Եվրամիությունը։ Մենք շնորհակալ ենք Եվրոպական միությանը Հայաստանի կողքին այս դժվարին մարտահրավերներով լեցուն գործընթացում եւ փուլում կանգնելու համար ինտենսիվորեն զարգանում են Հայաստանի եւ Եվրամիության անդամ մի շարք այլ պետությունների միջև հարաբերությունները, մասնավորապես Լիտվայի, Նիդերլանդների հետ այս տարի կնքվեց ռազմավարական գործընկերության հռչակագիր, ինչը եւս խիստ կարեւոր է եւ կարծում եմ, որ ես քաղաքասերակցության կողմից հավաստիացնում եմ, որ մենք որպես Եվրամիություն Հայաստան քաղաքասերակցության պլատֆորմ շարունակելու ենք մշտադիտարկել այդ բոլոր գործընթացները եւ ուղղորդել եւ առաջարկություններով եւ խորհրդատվությամբ եւ առարկություններով եւ քննադատությամբ Եվրոպան նախորդ դարում եղել է մարդկության պատմության ամենաողբերգական իրադարձությունների էպիկենտրոնը, տեսնելով երկու աշխարհամարտ, իր խոսքում նշում է Եվրամիության դեսպանը։ Վասիլիս Մարագոսն ընդգծում է, երբեմնի հակառակորդներ Ֆրանսիան եւ Գերմանիան ընտրեցին խաղաղության եւ համագործակցության ուղին, ինչը շատերն անհնար էին համարում։ Սա նշանակում է, որ վճռականությունը կարող է կերտել խաղաղ ապագա։ Եվրամիությունը հարմարվում է նոր իրողություններին, ամրապնդելով իր դիմակայունությունը միության ներսում եւ տարբեր ոլորտներում։ Անվտանգությունն ու պաշտպանությունը դրանցից են, սակայն մենք չենք մոռանում նաեւ գլոբալ մարտահրավերները, այդ թվում անցումը կանաչ կառավարման եւ կլիմայի փոփոխության դեմ պայքարը։ Եվ այս համատեքստում Հայաստանը նշանակալի դեր է ստանձնելու, հյուրընկալելով ՄԱԿ-ի կենսաբազմազանության գագաթնաժողովը 2026 թվականին։ Հայաստանի եւ Եվրոպայի հարաբերությունները երբեք այսքան սերտ չեն եղել, շարունակում է Եվրամիության դեսպանը։ Եմեն հազվադեպ է այսքան կարճ ժամանակում նման ինտենսիվությամբ խորացրել հարաբերությունները որևէ երկրի հետ։ Եվրամիությունը Հայաստանում տեղակայել է իր քաղաքացիական առաքելությունը եւ երկարաձգել դրա մանդատը։ Մենք մեկնարկել ենք մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսություն Հայաստանի հետ, եւ սա մեր բարեկամության նկատմամբ հանձնառության հստակ ազդակ է։ Ինչպես նաեւ առաջին անգամ Հայաստանին տրամադրվեց աջակցություն եվրոպական խաղաղության գործիքակազմի շրջանակում եւ զգալիորեն ավելացվեց Եվրամիության ֆինանսական աջակցության փաթեթը, հատուկ մշակված դիմակայունության եւ աճի ծրագրի միջոցով։ Այն նպատակ ունի նպաստել Հայաստանի սոցիալ-տնտեսական կայունությանը, կապերի ամրապնդմանը, առևտրի եւ էներգետիկ բազմազանեցման խթանմանը, եւ այս նպատակի համար մենք տրամադրել ենք 270 միլիոն եվրո։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հիշեցնում է 2023 թվականի հոկտեմբերին Եվրոպական խորհրդարանում Հայաստանի վարչապետի ելույթից մի հատված։ Մենք հաստատակամ ենք Եվրոպական միության հետ բազմաշերտ համագործակցության խորացման եւ հաստատման հարցում։ Ըստ Սարգսյանի դրան հաջորդած քայլերն ապացուցել են այդ ուղղությամբ մեր կամքն ու վճռականությունը։ Եվրոպական միությունը, հարգարժան պարոն դեսպան, հարգելի գործընկերներ, մեր կարևորագույն գործընկերներից է Հայաստանի ժողովրդավարության ճանապարհին։ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի թե ստորագրումը եւ թե նաեւ գործնական կիրառումը հենց շատ կարեւոր ուղենիշային քայլ է այս ճանապարհին, հաշվի առնելով դրանում ամրապնդված այն բոլոր սկզբունքները եւ այն բոլոր միջոցառումները, որոնք որ նախատեսված են։ Պիտի փաստեմ Հայաստանի Հանրապետության վճռականությունը ճանապարհային քարտեզով նախատեսված բոլոր միջոցառումների ոչ թե կատարման, այլ արդյունավետ կատարման եւ հողի վրա շոշափելի արդյունքներ գրանցելու հարցում։ Եվ այս ճանապարհին չափազանց կարևոր է քաղաքացիական հասարակության առողջ ներկայությունը, քննադատությունը, ինչու ոչ դրա կողքին նաեւ գովեստի խոսքերը ուղղված Հայաստանի Հանրապետության կառավարությանը։ Արփինե Սարգսյանը եւս հիշատակում է վիզաների ազատականացման գործընթացը եւ նշում, այն դրական ազդեցություն կունենա տնտեսության, ներդրումների, կապերի զարգացման վրա, բայց որ ամենակարևորն է, այն թույլ կտա զարգացնել Հայաստանի եւ Եվրամիության ժողովուրդների կապն ու շփումը։ Ես բարձր եմ գնահատում Եվրոպական միության եւ նաեւ անդամ պետությունների հետ մեր ունեցած գործընկերությունը, որը օր-օրի ել ավելի մեծ թափ է ստանում եւ ել ավելի նոր ուղղություններ է որդեգրում որպես այդպիսին իր կայացման եւ զարգացման ճանապարհին։ Եվ ես պիտի փաստեմ, որ մենք ունենք հստակ վճռականություն շարունակելու այս գործընկերությունը եւ շնորհակալ եմ նաեւ Եվրոպական միությանը եւ անդամ պետություններին այս վճռականությունը նաեւ կիսելու համար, որովհետեւ չափազանց կարեւոր է ունենալ ձեռսեղմում այս պայմանավորվածության շրջանակներում։
ինչը բնականաբար չափազանց կարևոր է երկկողմ հարաբերություններն ավելի ամրապնդելու եւ երկկողմ օրակարգերն ավելի զարգացնելու տեսանկյունից։ Կազմակերպիչները լիահույս են, որ առաջիկա տարիներին Եվրոպայի օրը Հայաստանում կնշվի արդեն պետական մակարդակով։ Մուշեղ Իսախանյան, Ժիրայր Հաբետյան, լուրեր։